Բարի Սիլիկոյի եղբայրներ ջան, մենք նորից հարց ունենք, հարցին պատասխանենք Գաղատացի 6-րդ գլխի առաջի համարից կընթերցենք մինչև 7 համարը։ Մեր հարցը այստեղ է, թե որովհետև երրորդ համարը, որովհետև եթե մեկը համարում է թե մի բան է եւ չէ, նա իր անձը խաբում է եւ անմիջապես չորրորդ համարում, բայց ամեն մեկը թող իր գործը կշռե եւ ապա միայն իր անձի վրա պարծանք կունենա եւ ոչ թե ուրիշի վրա։ Եվ ընդհանրապես աստվածաշնչյան կոնցեպտի մեջ իր անձի վրա պարծանք ունենալը շատ տարբեր կերպերով է մեկնաբանվում։ Մենք գիտենք, որ ընդհանուր ավետարանի օղակներում, որտեղ որպես կիզակենտրոն հանդիսանում է Աստծո ձրի շնորհքը, այսինքն փրկության առումով Աստծո ձրի շնորհքն է մարդու ոչ ձեռքբերումից, ոչ մարդու բարի հատկությունից, որևէ մարդու պոտենցիալ կարողությունից, այս պարագայում մենք կարծես թե հակաթեզիս ենք տեսնում ամեն մարդ իր անձի վրա պարծանք ունենա նորից, բայց ամեն մեկը թող իր գործը կշռե եւ ապա միայն իր անձի վրա պարծանք ունենա։ Մենք կանադառնանք այս հատվածին եւ պետք է մենք հատվածը նայենք համատեքստի մեջ։ Սիրելիներս, եթե որևէ մեկ հատված մենք համատեքստից կտրում ենք, դա նշանակում ենք կտրում ենք առաքյալի զարգացրած մտքից։ Այսինքն մենք միտք ենք դնում դրա մեջ։ Սա ամենակարևորն է, որովհետև սա ուղղակի թույլ չի տա, որ դուք աստվածաշնչյան հատվածի մեջ տեսնեք Սուրբ Հոգու կողմից դրված ճշմարտությունը եւ այն ձեր կյանքում հոգեվոր հասունության առումով որևէ մեկ արտադրանք չի տա։ Այն ավելի կզարգացնի ձեր էգոցենտրիզմը, այսինքն ավելի շեշտը կուղի դեպի մարդկային կարողություն եւ այս ժամանակը որ կտուժի Աստծո շնորհքը։ Այս ժամանակը որ մեր Աստված ճանաչությունը Աստծո շնորհքի մեծության առումով կտուժի եւ երբեք մեր անձը չի խոնարհվի, այլ մեր անձը կհպարտանա։ Դրա համար մենք պետք է ուշադրենք ինչ նկատի ունի առաքյալ ամեն մարդ իր անձի վրա պարծանք ունենա։ Մենք կանադառնանք սա, բայց ինչ կանադառնամ այս հատվածին, ես մի փոքր խոսեմ ընդհանուր տեսակ Գաղատացի թուղթը շատ կարևոր է։ Գաղատացի թուղթը խոսում է շնորհքով փրկության եւ խոսում է օրենքով փրկության մասին։ Եվ կարծես զուգահեռական Հռոմեացի թղթի, Կողոսացի թղթի առաքելը նույն միտքն է զարգացնում, որտեղ էս վտանգներ, երբ որ անձը փորձում է իր ձեռքբերումներով արդարանալ Աստծո առաջ։ Եվ առաքելը ամեն կերպ փորձում է ներկայացնել Աստծո շնորհքը։ Աստծո շնորհքի կարևոր բաղադրիչը Աստծո սերը։ Եվ նրանք, որոնք ուղղակի Աստծո հետ ունեն ճիշտ հարաբերություն, մենք պետք է հասկանանք, որ առաջնահերթ, երբ որ մենք ասում ենք Աստված մեզ նմանեցնում է իր որդու նախասահմանելը, այդ նմանեցնելու առումով մեզ առավել աճեցնում է իրեն սիրելու մեջ եւ մեր դիմացիներին սիրելու մեջ։ Այսինքն եթե մեկը աճում է Աստծուն սիրելու մեջ, այն զուգահեռաբար անպայման կաճի դիմացինին սիրելու մեջ։ Տեսեք, մենք շատ հաճախ քարոզում ենք Աստծո սիրո մասին, մի քիչ ներածական ասենք, նոր անդրադառնանք մեր հատվածին, որպեսզի ավելի հասկանալի դառնա։ Մենք շատ հաճախ քարոզում ենք Աստծո սիրո մասին, բայց այդ սեր բառը, որ մենք օգտագործում ենք, նույնիսկ մեր ընդհանուր падգամի կոնցեպտը եթե վերցնենք օղակները, կտեսնենք, որ աստվածաշնչյան սիրո մասին չի խոսքը։ Տեսեք, կա մարդկային սեր, ընդհանրապես աստվածաշունչում սերը 4 բաժին ունի, այսինքն ընդհանրապես կյանքում, երևույթի մեջ, այսինքն այն կյանքում, որի մեջ մենք ապրում ենք, կա սեր, որ կոչվում է ագապաո, այսինքն ագապաոն այն նշանակում է մի սեր, որը անձնազոհության հետ է կապված, այսինքն մի սեր, որտեղ արժեքը քո անձը չի, այլ քո դիմացինն է արժեքը։ Եվ դու ամեն ինչ անում ես նրա օգտի համար, նրա շահի համար, սա ագապաոն է։ Մյուս սերը դա ֆիլիոն է, որ նշանակում է փոխադարձ սեր կամ ընկերություն, կամ հաղորդակցություն իրար հետ, տարբեր կերպերով կարող արտահայտվի։ Դու ինձ, ես քեզ, դու ինձ արեցիր, ես քեզ կամ, դու ինձ բարևում ես, ես քեզ կբարևեմ, դու ինձ չես բարևում, չեմ բարևի, այսինքն փոխադարձ սերը։ Եվ մեկ այլ սեր ավելի հասկացողությունով այն էրոզն է, այն մարմնավոր սերն է, ինտիմ հարաբերության, ընդհանրապես մարմնավոր, մարմնի արտահայտված սերն է, մարմնին շոշափելու, այդ սերն է, որով դու փորձում ես առավել որոշակի առումով մարդկային ֆիզիոլոգիական պահանջ բավարարել։ Սա էրոզ հասկացողությունն է, այն շատ կարճ է։ Եվ այսինքն հիմնել սերը դրա վրա եւ դրան ասել սեր մնացածը ջնջել, սա ուղղակի խեղաթյուրում է։ Մյուս սերը, այն ստորգե սերն է, հունարեն, որ նշանակում է ռեֆլեքսորին, ռեֆլեկտիվ կամ բնազդաբար սեր։ Օրինակ տեսեք, փոքր երեխան հասկացողություն դեռ չունի, բայց նրա իր մոր հոտը ինքը շատ լավ զգում է։ Շատ լավ զգում է, որ մայրը գրկում է, անմիջապես լացը դադարում է։ Այդ հոտ այն ստորգե կապն է, դա նույնպես սիրո օղակ է, դա նույնպես մտերմություն, ձգտումի օղակ է, բայց այն մենք չենք կարող ասենք, որ դա ամբողջացնում է սիրո հասկացողությունը։ Կամ մայրը ինչպես է սիրում իր երեխային, այնտեղ գործ կատարում է նաև մեծ առումով, մեծ տոկոսային առումով ստորգե սերը։ Այսինքն այն իրենն է, ինքը իրեն է տեսնում այդ երեխայի մեջ։ Այսինքն սա շատ կարևոր է հասկանալ, բայց
Այն սերը, որի մասին որ մենք խոսում ենք, որը կապված է Աստծուն սիրելու եւ այն զուգահեռ նաեւ փոխանցվում է դիմացինին սիրելու մեջ, դա աստվածային սերն է եւ աստվածային սերը մեր կյանքը գալի Աստծուց նոր բնություն ստանալու առումով։ Այսինքն վերստին ծնված անձի կյանքում առաջնահերթ Աստված զարգացնում է այս սիրո օղակը։ Եվ մենք դրա համար առաքյալն ասում է, եթե մեկն ասում է, որ ինքը Աստծուն սիրում է եւ իր եղբորը չի սիրում, ստախոս է։ Ինչի, որովհետեւ շատ հաճախ մեր հասկացողության մեջ սերը լոկ մնում է զգացմունք, այսինքն ես իմ ներքին սրտիս մեջ նրան սիրում եմ, բայց եթե այն չի վերածվում վարքի, դա այն սերը չի, որի մասին խոսում է առաքյալը։ Եվ մենք այս հատվածում սա շատ լավ տեսնել ենք։ Տեսեք, մեր համար աստվածաշնչյան հասկացողությունով սեր ընկալումը այն մի բան չի, որ մենք ճշմարտություն, օրինակ Եփեսացիս տուղն ասում է ճշմարտությունը սիրով իրար մատակարարեք, չէ՞։ Դա չի նշանակում, որ այնտեղ այնպեսի հատված է, մի քիչ կարդամ այդ հատվածը։ Դա չի նշանակում, որ ուղղակի մենք ճշմարտությունը ունենք եւ այդ ճշմարտությունը վերցնում ենք եւ այդ ճշմարտության վրա մի քիչ ցանում ենք սեր եւ մատուցում ենք։ Այսպես չի սերն, ընդհանրապես աստվածաբանական հասկացությունով սերը այն կրակն է, որի վրա քո վարքը պիտի եփվի եւ նոր մատուցանվի, ոչ թե այլ կրակով քո վարքը եփվի, ուղղակի մի քիչ հետո վրան սեր ցանես եւ մատուցանես։ Այսինքն սերը մի բան չի, որը հավելյալ պետքա դրվի ճշմարտության վրա։ Սերը մի բան է, որ այդ ճշմարտությունը դրանից պիտի արտադրվի, այսինքն այդ ճշմարտությունը, այսինքն ինչի նկատի ունի, տեսեք Եփեսացիս 4 գլուխի, ես իմ ավելի ցույց կտամ ձեզ սա։ Տեսեք 15 համարը Եփեսացիս 4 գլխի։ Սա ուղղակի զուգահեռ մենք նայում ենք, որպեսզի ավելի հասկանանք ինչի մասն է խոսում Գաղատացիս 6-րդ գլուխը։ Տեսեք, բայց ճշմարիտ լինելով սերի մեջ, աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոս։ Սիրո մեջ, այսինքն պետք է աճենք ինչպես ճշմարիտ լինելով, այսինքն անկեղծ լինելով սիրո մեջ։ Այսինքն դա մի սեր պիտի լինի, որը ձեր բնության մեջ է։ Դա մի սեր չի, որ դուք արհեստական կարող եք կիրառել որոշ ժամանակ։ Դա մի սեր է, որ ձեր բնության բնութագիրն է։ Այսինքն սա այսինքն տեսեք, այն կապված է վարքի հետ։ Այսինքն դա մի բան չի, որ դուք կարող ասեք, գիտես, ես մեկը վարքի մեջ չկա, բայց սրտիս մեջ ես նրան սիրում եմ։ Այդ սիրո մասին չի խոսում Աստվածաշունչը։ Եթե այն չի վերածվում վարքի, դա նշանակում է այն չի արտահայտում ձեր նոր բնությունը։ Դա նշանակում է այդ բնությունից չի արտահայտված այդ սերը։ Այսինքն այդ վարքը նշանակում Աստծուն հաճելի չի, կամ այդ վարքը ավելի ճիշտ կլինի ասել Քրիստոսի մարմնի մեջ, եկեղեցու մեջ շինություն չի բերի, ինչպես էլ որ դուք ծառայեք, այդ սերը եթե չկա, որ ձեր բնության իրականում, որի մեջ Աստված ձեզ աճեցնում է, շինություն չի լինի, որովհետեւ ձեր մի կարածը։ Հիմա այստեղ ինքը ինչ է ասում, բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ, աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոս, որից բոլոր մարմինը միասին կազմված եւ միասին աճում։ Ցույց է տալի ինչպես է մեկ անդամը մյուսին նպաստելով Քրիստոսի մարմինը աճում, բայց այստեղ կարևոր շեշտ կա, բայց ճշմարիտ լինելով սերի մեջ։ Տեսեք ռուսերենի մեջ ինքն ասում է «но истинной любовью всё возвращали в того». Ճշմարիտ սիրով, այսինքն ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է ոչ թե ճշմարտությունը մենք փոխանցենք սիրով, այլ այդ սիրուց արտադրված լինելով ճշմարտություն փոխանցենք։ Այսինքն այդ սերը իմ կյանքը փոխել է, այդ սերը իմ կյանքը եկել եւ իմ բնութագիրը այդ սերն ընդհանրապես դիմացինի շահափնտրել դարել է իմ կյանքի սկզբունք։ Այդ սկզբունքից ելնելով ես ճշմարտություն նրան փոխանցեմ։ Ոչ թե ճշմարտության վրա մի քիչ սեր ցանեմ, հարգանքով կամ ավելի պատվով նրան դա փոխանցեմ, կամ ավելի սիրով, ժպիտով, մի քիչ նուրբ ժպիտով փոխանցեմ։ Դա դրա մասին չի խոսքը, սերս։ Այսինքն այդ սերը ձեր կյանքը պիտի փոխի, եւ այդ փոխվածությունով դուք մատակարարեք որևէ մի բան, որ ձեր դիմացինի համար անում եք։ Այսինքն եթե այդ սերը ձեր կյանքը չի փոխել, ուրեմն դուք սիրո մեջ ճշմարիտ չեք։ Այն ձեր բնութագիրը չի։ Սա ամենակարևորն է, որ ցույց է տալի առաքյալը։ Հիմա ավելի եկեք անդրադառնանք արդեն մեր հատվածին։ Ուշադիր նայեք, որ այն կապված է նոր բնության հետ։ Տեսեք, մենք ընթերցում ենք Եփեսացիս 6-րդ գլուխը, հիշեք, որ գլուխները ընդհանրապես չի եղել, դա դրել են, որպեսզի կարողանանք աստվածաշնչյան հատվածները ավելի լավ հիշենք։ Դա աստվածաշնչյան չի կամ Աստծո հոգով չի դրված։ Համարները, գլուխները բագադուխնավենի չեն, այսինքն Աստծո անսխալական հոգով կամ անսխալական կերպով չեն տրված։ Դրանք ուղղակի հեղինակ որոշակի առումով հետագայում թարգմանիչների կողմից դրվել են, որպեսզի առավել կարողանանք աստվածաշնչյան հատվածները ճիշտ ընկալենք, որ հատվածում ինչ է խոսում սա։ Ուրեմն, դրա համար մեր միտքը զարգանում է արդեն իսկ 5-րդ գլխում։ Մենք խոսում ենք 6-րդ գլխի մասին, առաջի համարից մինչև 7-ը։ Բայց միտքը զարգանում է 5-րդ գլխում։ Տեսեք, 5-րդ գլխում առաքյալը խոսում է արդեն հոգով վարվելու եւ մարմնով վարվելու։
Եվ այստեղ երբեք մի ընկալեք, որ անձը կարա հոգովել վարվի, կարա մարմնովել վարվի։ Առաքյալը այդ տեսանկյունից չի խոսում։ Առաքյալը խոսում է երկու տարբեր բնություններ ունեցողների մասին։ Կան մարդիկ, որոնք կրոնավոր են, վարվում են մարդկորեն, բայց անունը դնում են, որ իրանք հոգևոր են, եւ կա մարդ, որ ինքը վարվում է հոգևոր, բայց սա չի նշանակում, որ հոգևոր վարվող անձը մարդկորեն որևէ մի վարք չի արտահայտում իր կյանքում, բայց նրանց բնություններն են փոխված։ Դրա համար ինքն ասում է, բայց նրանք, որ Քրիստոսինն են, ուշադիր նայեք, բայց նրանք, որ Քրիստոսին են։ Հռոմեացի սխտում կարդացինք, չէ՞, ամեն ով որ Քրիստոսի հոգին ունի, նա նրանը չէ, բայց նրանք, որ Քրիստոսին են, այստեղ սեփականություն է շեշտում եւ փոխանցված բնություն։ Բայց նրանք, որ Քրիստոսին են, իրենց մարմինը խաչը հանեցին կիրքերով եւ ցանկություններով միասին։ Հետևից ասում եմ, եթե հոգով ենք ապրում, հոգով վարվենք, այսինքն եթե ես հոգևոր եմ, եթե իմ կյանքը հոգու մեջ է ամբողջացած, եթե ես վերստին ծնված եմ, ուրեմն իմ վարքը պիտի հոգով արտադրվի, այսինքն իմ վարքը պիտի արտադրի, որ ես հոգևոր եմ։ Սնապարտ չլինենք իրար գրգռելով եւ իրար վրա նախանձելով եւ անմիջապես անդրադառնում եմ մարդկային կոմպոնենտներին։ Սնապարտ, այսինքն մեր անձով չպարծենանք, ուշադիր եք մեր հատվածի մեջ կա այս բանը եւ իրար վրա նախանձելով, այսինքն սա ուղղակի ցույց է տալի, որ ոչ թե դիմացինի շահն ենք փնտրում, այլ մեր շահը։ Նույնիսկ եթե դուք մտադիր եք նրան օգնելու, բայց ձեր շահն եք փնտրում եւ նրան օգնում եք, սա նույնպես Աստծուն զզվելի է։ Տեսեք, այսօր շատերը կարան եկեղեցի կառուցեն, այսօր շատերը կարան ձեզ, ասենք մեկը կարա ձեզ 1000 դրամ կամ $1000 նվիրի, չէ՞, լինում է այդպես։ Բայց ինչ շահի մասին է խոսքը, ինչի համար են նրանք դա անում, այս մղումը իրանց շահն են փնտրում, իրանց անվան փառքը, իրանց հեղինակությունը, որ արեցին, թե ուղղակի ձեր օգուտն էին ուզում եւ նույնիսկ ծածուկ են անում։ Սա շատ կարեւոր է, իրական օգնություն տվողը ծածուկ անում, որպեսի չերևա, իսկ նա որ փողա հնչեցնում իր արածին, դա ցույց է տալի, որ իր փառքի համար է անում։ Այո, օգտվում եք դուք, բայց դա իրականում մղումը Աստծուն հաճելի չի, դա իր փառքն է, ոչ թե դիմացինի շահը։ Իսկ դիմացինի շահը կապված է Աստծո շահի հետ։ Հիմա տեսեք, եւ 6-րդ համարը կան։ Ուրեմն ես ինչի խոսացի սիրո մասին, որովհետեւ շատ հաճախ սերը քարոզվում է որպես զգացմունքներս։ Աստվածաշունչը երբեք չի խոսում զգացմունքային սիրո մասին։ Առաքյալը խոսում է մի սիրո մասին, որը պիտի մեր վարքի մեջ արտահայտի մեր փոխված բնությունը։ Այսինքն սա այն սերը չի, որը ուղղակի այլ կրակի վրա էփվել է այդ ճաշը եւ որպես համեմունք է, մի քիչ ցանում ես վրան եւ մատուցանում ես։ Սա այն սերն է, որ ոչ թե պիտի համեմունք լինի, այլ կրակը պիտի լինի, որով այդ ճաշը էփվել է։ Նոր այդ ճաշը մատուցանես, այնտեղ արդեն համեմունքի կարիք չկա, որտեղ ամբողջությամբ ինքը էփված է սիրո կրակի վրա։ Այսինքն մղումը եւ փոխված բնությունը արդեն ձեր վարքը, այդ մատուցանվող վարքը դիմացինի համար արդեն Աստծուն հաճելի է եւ այն արդեն շինություն բերող է։ Չգիտեմ, մի քանի անգամ լսեք ձայնագրությունը, որպեսզի հասկանաք։ Հիմա տեսեք, եղբայրք, եթե մեկը եւ անմիջապես, եւ ասում եմ սնապարտ չլինենք եւ իրար գրգռելով եւ իրար նախանձելով, հետեւից անմիջապես ասում եմ եղբայրք, եթե մեկը հանկարծ բռնվի մի հանցանքով, եղբայրներից որևէ մեկը հանկարծ բռնվի մի հանցանքով, դուք որ հոգեվոր եք, դուք որ, տեսեք ինքը խոսում է հոգնակի։ Ինքը չի ասում դուք որ հոգևոր եք, այսինքն եթե մեկը բռնվեց, տեսեք եզակի է մեկի բռնվելը, բայց կան մի քանի հոգևորներ, որոնք ամեն մեկը պիտի ըստ այդ վարքի, այդ սիրո մղումի, ամեն մեկը պիտի իր կերպով մոտենա եղբորը, ոչ ցուցադրական, այսինքն իրանց սրտի ցավով մոտենան, որպեսզի այդ եղբոր բեռը, որը եղբայրը չի կարողանում կրի իր տկարության պատճառով հոգևոր, կարողանա բաժնեկից լինի, վերցնի այդ բեռը եւ իր վրա ավերցնի։ Ինքը կրի այդ բեռը, որոշաբար պետքա նրան համբերել, համբերի, պետքա զսպություն զսպի նրան, պետքա ճշմարտությունը որոշակի այնպիսի օղակներում տաս, որպեսզի անձը հասկանա, որ ինքը իրեն վնասում է, ոչ թե քո օգտի համար, ոչ թե ցույց տաս ճշմարտությունը, որ դու գիտես, ինքը չգիտի, այլ այնպես ճշմարտությունը մատուցանես, որ ինքը հասկանա, որ դու իր օգտի համար ես ասում, որ դու ուզում ես, որ ինքը ուրախանա, որ ինքը չընկնի։ Այսինքն սրանք այս կերպերն է, որ բեռը պիտի վերցնես եւ կրես։ Եթե մեկը հանկարծ բռնվի մի հանցանքով, դուք որ հոգևոր եք, այսինքն մենք տեսնում ենք, որ ամեն մեկը ունի իր բեռը, ճիշտ է, ամեն մեկը ունի իր պարտականությունը եկեղեցում եւ ունի Աստծո հոգով տրված կոչումի համաձայն իր կոչումը, որի մեջ պիտի արտահայտվի իր հոգևոր հասակը, որով ինքը պիտի փառավորի Աստծուն,
որով Քրիստոսի մարմինը պիտի բոլորի համար շինություն լինի։ Բայց այդ պարտականությունը բեռը այդ բան չի կարողանում կրել եւ այդ բեռի տակ ինքը որոշ առումով ճկռում անկնում է, ինչ որ մի հանցակով ընկավ, սրտի մեջ ատելություն եկավ, ինչ որ մեկի հետևից մի բան բամբասեց, կամ ինչ որ մի բան սխալ արեց, որը հաճելի չի, որը շինություն չբերեց եկեղեցում։ Տեսեք, դուք որ հոգևոր եք, ասում է, այնպիսին հաստատեցեք հեզության հոգով, այդ անձին հեզության հոգով հաստատեցեք։ Այսինքն հեզության հոգին երբեք չպիտի արտահայտվի ձեր կանգնած լինելը, այնպես չի, որ դուք նրան մոտենաք այնպես, որ ցույց տաք, որ անկել ես, դե պիտի ինքնայիր, բա ինչ պիտի անեիր, մենք այդպես մենք ինչպիսին ենք, այս հոգով պիտի չմոտենան։ Այս հոգին, տեսեք, սա ես որ հիմա ասում եմ, սա շատ նուրբ պատեր ունի, դուք կարող եք մոտենաք, ձեզ թվա թե դուք այդպես չեք մոտեցել, բայց իրականում այդպես եք մոտենում։ Շատ նուրբ է դա, ում որ մոտենում եք, նա շատ լավ տեսնում է, դուք չեք տեսնում, բայց ինքը լավ տեսնում է դուք ինչպես եք մոտեցել։ Դուք մոտեցել եք վերևից, թե իր ընկած վիճակով եք մոտեցել իրեն, թե ավելի կանգնած եք իրեն մոտենում։ Սա ամենակարևորն է։ Այնպիսին հաստատեցեք հեզության հոգով, այսինքն դուք պետքա, եթե ֆիզիկապես օրինակ բերենք, դուք պետքա նրա նման խոնարհվեք, որ կարողանաք նրա ընկած վիճակից նրան բարձրացնեք։ Իսկ կանգնած չեք կարող նրան բարձրացնեք։ Դուք պետքա կզեք, որպեսզի նրան գրկեք եւ բարձրացնեք։ Այնպիսին հաստատեցեք, ասեմ ձեզ, դա շատ դժվար է, դա եթե փոխված բնություն չի, դա վերածվելու է սնոպարտության եւ շեփոր փչելու։ Բայց եթե դուք իրականում այդ բնության մեջ Աստված ձեզ աճեցնում է սիրո մեջ, անկեղծ եք սիրում նրան, դուք նրա համար գայթակղություն չեք լինի երբեք, այլ ընդհակառակը շինություն կլինի ձեր կյանքում դա։ Այնպիսին հաստատեցեք հեզության հոգով, զգուշացիր քո անձին, որ դու չփորձվես։ Այստեղ է որ զգուշացիր քո անձին, այսինքն նրան բարձրացնելուց, քո նրան մոտենալուց արդեն զգուշություն է պետք, որ դու չփորձվես, որտեղ դու կարաս փորձվես մտածելով որ հա դա ինքը ընկել է, բայց ես չեմ ընկնի, այդտես ես կանգուն եմ մնացել եւ անմիջապես հետո ինքը ցույց է տալու որ երբեք եւ սա հենց մեր հարցն է, երբեք ձեր անձի մասին կարծիքը չպիտի կառուցվի նրա եւ ձեր միջև եղած տարբերության վրա։ Այն նա անկել է, ես չեմ ընկել այդ մեղքի մեջ, երբեք դա չպիտի ցույց տա որ դուք հոգեվոր հասակ ունեք նրա համեմատ։ Ձեր հոգևոր հասակը պիտի համատվի Քրիստոսի հետ, ոչ թե ընկած եղբորը համեմատեք, որ ընկել եք, դուք չեք ընկել, ուրեմն դուք ավելի հոգևոր եք։ Այնինքն էստեղ ասում, ամեն մարդ իր բեռը պիտի կրի եւ նոր իր կրածի վրա պարծանք ունենա, այսինքն այն շնորհքը, որ Աստված տալիս է ձեզ, այդ շնորհքով ձեր պարտականությունները կատարելու եւ այդ պարտականության առումով եկեղեցում շինություն լինելու ժամանակ նոր դուք պիտի հասկանաք, որ սա ձեր հոգևոր հասակն է եւ պարծենաք, այսինքն ոչ թե ձեր անձի վրա, այլ այն շնորհքը, որ ձեր անձի մեջ գործել է։ Այստեղ ինք առաքյալը չի ասում որ ձեր անձով, ինքը ինչի ասում ձեր անձով, որ ուրիշի ընկածի վրա չլինի համեմատականը եւ պարծանքը, այլ ձեր կատարածի վրա լինի։ Ճիշտ եք ընկալում ինչ իմաստը խոսքը։ Ձեր կատարածը երբեք ձերը չի սիրնես։ Ձեր կատարածը Աստծո շնորհքով արտադրանքն է, եթե այն շինություն է բերել, եթե օգտակար եղաք կնկածին։ Այն ձերը չի, բայց այդ միայն այդ ձեր արածի վրա կարաք հասկանաք դուք ով եք, այսինքն պարծենակ Աստծո շնորհքի վրա, որ ձեր կյանքում ներգործեց, եւ ոչ թե պարծենակ այդ համեմատականով, որ նա անկած է, իսկ դուք կանգած եք մնացել։ Այս չփսա չպիտի լինի ձեր պարծանքի մղիճուժը կամ ձեր պարծանքի կրիտերիան, չափանիշը։ Սրա մասին է խոսում առաքյալը։ Դրա համար ենք ասում զգուշացի, որ սա չլինի քո չափանիշը կանգնացնալու։ Եղբայր, եթե մեկը հանգարց բռնվի մի հանցանքով, դուք որ հոգևոր եք, այնպիսին հաստատեք հեզության հոգով, զգուշացիր քո անձին, որ դու չփորձվես, որտեղ մենք բոլորս նույն պարագայի մեջ ենք, նույն օղակների մեջ ենք, նույն փորձությունների մեջ ենք, եւ հետեւից իրար վեր առեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք։ Ինչպես ենք Քրիստոսի օրենքը որն է, սիրի թոտեր Աստծուն ամբողջ սրտով մտքով եւ քո դիմացինին քո անձի պես։ Ինչպես է արտահայտվում այդ օրենքը սիրի քո դիմացինին քո անձի պես։ Այդ քո դիմացինին ինչքան ես դու քեզ կարևորում, այդքան կարևորի նրան, այդքան կարևորի նրա անկած վիճակը, պատկերացրա որ դու ես ընկել, դու ես այդ վիճակում, այդպես մոտեցի նրան, այս սրա մասին է խոսքը, իրար վեր առեք եւ սա բեռ հասկացողությունը նա է, որ անձը չի կարողանում կրի, դրա համար բեռը, դա պարտականությունն է, այն հոգեվոր կոչումն է, որի մեջ ինքը չի կարողանում վարվի։ Այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք, իրարից վերցնելով եւ ձեր վրա վերցնելով դա։ Այսպես կատարեցեք, որովհետեւ եթե մեկը համարում է թե մի բան է, անմիջապես տեսնում եք,
որտեղ վերևում ինչ ասել, սնապարզ չլինեք, որտեղ եթե մեկը համարում է թե ինքը մի բան, ինչից պիտի դուք դա համարեք, տեսնելով դիմացինի ընկածին, անմիջապես ձեր մոտ գալիս է հասկացողություն, բնականաբար, տեսեք, ես կանգնած եմ, ես չեմ ընկ այդ մեղքի մեջ, ուրեմն ես ավելի լավն եմ։ Ոչ, առաքյալն ասում է այդպես չի, 2 րոպե հետո դու կարաս գնես ավելի վատ այդ մեղքի մեջ։ Իրար բեր արեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք, որովհետեւ եթե մեկը համարում է, այդպես ինքը համարում է, ինքը այդպեսին չի, ինքը այդպես համարում է, ինքը այդպեսի կարծիք ունի իր մասին եւ այդ կարծիք առաջանում է դիմացին ինքած տեսնելուց։ Եթե մեկը համարում է, թե մի բան է եւ չէ, որովհետեւ մենք որևէ մեկս մի բան չենք, 100% իմացեք։ Առաքյալը ասում է, թե մեկը մտածում է, որ ինքը կանգնած է, որ հաստատ իմանա, որ ընկնելու է։ Որտեվ եթե մենք համարում ենք թե մի բան ենք, որտեվ ինչ որ այ ենք, հիշում եք առաքյալն ինչ ասում, ինչ որ այ եմ, Աստծո շնորհքով եմ, ես չեմ դա, Քրիստոսն է իմ մեջ ներգործում, իմ անձը չի դա անում, այո, իմ անձի վրա է դա արտահայտվում, բայց դա Քրիստոսի շնորհքի գործն է։ Եվ որովհետև եթե մեկը համարում է թե մի բան է եւ չէ, նա իր անձը խաբում է, այսինքն դու խաբկանքի մեջ ես քո անձի մասին կարծիքի տեսանկյունից, դու քո մասին ճիշտ կարծիք չունես, խաբվել ես նրան ընկնելուց եւ քեզ կանգնած տեսնելուց, դա քեզ խաբել է, դու կանգնած չես, դա ուղղակի Աստված քեզ օգտագործում է, որպեսզի դու նրան օգտակար եւ կարդացինք Եփեսացիս թուղթը, մեկ անդամը մյուսին հարմարվելով շինվում է Քրիստոսի մարմինը։ Տեսեք, եթե ուսը չշինվի, եթե ուսը չձևավորվի արգանդի մեջ մարդու, ուսը չձևավորվի, ձեռքը չի ձևավորվի։ Մեկը մյուսին նպաստում է, որ մյուս անդամը ձևավորվի։ Եթե ձեռք չձևավորվի, մատներ չի ձևավորվի։ Այսինքն, այս ամենը մեկ անդամը մյուսին նպաստելով հյուսվածքները գործվում են։ Այս դրա մասին է խոսքը։ Ասա Քրիստոսի մարմնի եկեղեցին այսպիսի օղական որպես ընտանիք, մեկը մյուսին պիտի կարողանա օգտակար լինի իր շնորհք Աստծուց ստացած մատակարարի։ Սա ամենակարևորն է, եւ սա պիտի լինի այդ սիրուց մղված, այսինքն քո փոխված բնությունից։ Սերը պիտի քեզ փոխի եւ այդ փոխվածությունը պիտի քեզ մղի վարքի։ Սա մասն, որտեվ եթե մեկը համարում է թե մի բան է եւ չէ, նա իր անձը խաբում է, բայց ամեն մեկը թող իր գործը կշռե եւ ապա միայն իր անձի վրա պարծանք վրա։ Ամեն մեկը թող իր գործը կշռե, ամեն մեկը թող իր վրա է։ Ամեն մեկը թող իր կյանքում Աստծո շնորհքը տեսնի եւ նոր կշռի, այսինքն ինքը պիտի հասկանա, որ դա ինքը չի։ Դա Աստծո շնորհքն է։ Ամեն մեկը թող իր գործը, որովհետեւ ամբողջ թուղթը դրա մասին է խոսում։ Այսինքն կտրել ամբողջ թղթից այս հատվածը սխալ կհասկանա։ Տեսեք, դրա համար, բայց ամեն մեկը թող իր գործը կշռե եւ ապա միայն իր անձի վրա պարծանք, այսինքն իր պարծանքը չի արտադրվի դիմացինի ընկած լինելուց եւ իր կանգնած մնալու վրա։ Այդ համեմատականից չի արտադրվի, այլ ուղղակի իր արածի վրա կտեսնի ինչպես Աստծո շնորհքը իր կյանքում գործում սիրով։ Այս սրա վրա ինքը կարա ուրախանա եւ պարծենա Աստծո շնորհքի, իհարկե իր անձի մեջ արտահայտված։ Բայց միայն թող իր գործը կշռի, ապա միայն սրա վրա պարծանք ունենա եւ ոչ թե ուրիշի վրա։ Եվ ոչ թե ուրիշի վրա, եւ ոչ թե ուրիշի հետ համեմատելով իրեն պարծանք կունենա։ Ուշադիր նայեք կարևոր մի բան։ Ուրեմն, որ ամեն մեկն իր բեռը պիտի վերառի։ Այսինքն 5-րդ համարն արդեն որովհետեւ ամեն մեկն իր բեռը պիտի վերառի, որն այս բեռը Աստծուց այն սրբության կոչի մեջ, որի մեջ Աստված մեզ կանչել է, ամեն մեկիս այդ կոչի մեջ Աստված տվել է որոշակի պարտականություն, որի մեջ մենք պիտի վարվենք Աստծո Քրիստոսի մարմնի շինության համար։ Եվ այդ պարտականության մեջ մտնում է նաև ընկածի բեռը ճիշտ կերպով վերցնելը, Քրիստոսի օրենքը կատարելու համար, դիմացինին սիրելու համար, ոչ թե կարող ասենք, հա, ցավում եմ նրա համար, սրտից մեջ սիրում եմ, բայց չեմ կարող ոչ մի բան անեմ, սրտից մեջ սիրում եմ, այդպես չի։ Այդպես չի, անպայման պիտի վարք լինի։ Դա խաբկանք է, սերունես, որ դուք, այսինքն ասում եմ, ես եղբորը չի խոսում եկեղեցում։ Ասում եմ, բայց դու եղբորը չես սիրում։ Չի ասում եմ, ես սիրում եմ նրան, բայց չեմ ուզում նրա հետ հարաբերվեմ։ Այսինքն արհամարելը դա նույն ատելության արտահայտության կերպերի մեջ է մտնում։ Նրա հետ չհարաբերվելը, նրան օգտակար չլինելը վարքի մեջ, դա արդեն արհամարանք է, դա արդեն ատելության արտահայտության կերպերից մեկն է, սիրելիս, բայց դու ասում ես սրտից մեջ դե սրտից մեջ նրան սիրում եմ։ Աստվածային սերը զգացմունք չի, սիրելիս, աստվածային սերը բնության, փոխված բնության արտահայտություն, այն անպայման վարք է։ Դամա առաքյալն ասում է, եթե ասենք գնա տաքացի եւ նրան պետք եղածը չտանք, ասում եմ մենք կեղծավոր ենք, ինչ օգուտ ենք անում, ոչ մի օգուտ, այսինքն այդ սերը չարտահայտվեց, սրտից մեջ սիրում ես նրան։ Սրա մասին չի խոսքը։
Խոսքը անպայման փոխված բնության արտահայտությունն է։ Եվ հետևից խոսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անի ամեն բարի բաներով։ Խոսքին աշակերտողը ամեն ով որ, այսինքն վարդապետը ով է, ով որ ճշմարտությունը մատակարարում է, եւ եթե այդ ճշմարտությունը այդ եղբոր միջոցով քեզ բարձրացրել է, այդ եղբոր հանդեպ դու պիտի նույնպես մղված լինես, որոշակի առումով օգտակար լինես եղբորը։ Ինչ կերպերով որ դա ուղղակի շնորհակալության հոգին է, որը եթե դուք վերստին ծնված եք չի կարա չլինի։ Եվ անմիջապես մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում։ Եվ այստեղ ավելի նույնպես բերում է նախասահմանության խորհրդի, կասեք ոնց։ Աստված ծաղր չի լինում, որտեղ ինքը խոսում է, կա աստվածային վարքը եւ կերպը մարդու հետ վարվելու եւ կա մեր մարդկային կերպը։ Եվ ինքը նույնպես այստեղ ասել է, մարմնի մեջ սերմանողը մահ է սերմում, իսկ հոգու մեջ սերմանողը հավիտենական կյանք։ Այստեղ է խնդիրը, Աստված ծաղր չի լինում, շատի նայեք խնդիրը։ Մի խաբվեք, Աստված չի ծաղրվի, որտեղ ինչ որ մարդ սերմե անել կհնձե։ Այսինքն եթե մարդը աստվածամերժ է, ի վերջո ինքը մարմինն է սերմելու։ Եթե ինքը կրոնավոր է, ինքը հոգեորապես չի վարվելու, ըստ իրեն հոգեորապես է վարվում, բայց մարմնավորապես նախանձից ելնելով կամ իր փառքը փնտրելով է վարվելու։ Ասում է մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում։ Այսինքն կա աստվածային կերպը գործի հոգով եւ կա մարդկային կերպը։ Նորից ուշադիր տեսեք սա, մի խաբվեք։ Աստված ծաղր չի լինում։ Ինչի այնքս ասում, ցույց տալով որ ինչ որ մարդը սերմի, նա է հնձելու։ Այսինքն երբ որ Աստված ասում է հոգով վարվեք եւ մարմնով մի վարվեք, եթե դու մարմնով վարվես, չի կարա ասածը չլինի կամ Աստծուց պատիժ չգա։ Տեսեք, այստեղ չենք խոսում հոգեվորների մասին, ինքը արդեն անջատում է երկու բնությունները։ Դրա համար ասում է մի խաբվեք, Աստված չի ծաղրվի, որտեվ ինչ որ մարդ սերմե այն էլ կհնձե։ Իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձե։ Այս ապականությունը ինչ է նշանակում։ Ապականությունը այն անեծքն է, ապականություն, քայքայում, ոչնչացում, կորուստ կհնձե, ուշադիր նայեք։ Մարմնի մեջ ապականություն կհնձե եւ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձե։ Եվ հոգու մեջ սերմող հոգուց հավիտենական կյանք կհնձե եւ չձանձրանանք բարին գործելուցը, որտեւ իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Այսինքն տեսեք, ընդհանուր մեր հասկացողության մեջ առաքյալը ներկայացնում է հոգեվոր անձին։ Վերևում մենք արդեն նայեցին, բայց նրանք, որ Քրիստոսին են, իրենց մարմինը խաչ հանեցին կիրքերով եւ ցանկություններով միասին, եթե հոգով ենք ապրում, հոգով վարվենք եւ անմիջապես սնապարտ չլինենք։ Սնապարտությունը իրար վրա նախանձել ուղղակի ցույց է տալի, որ մեր բնությունը փոխված չի։ Մենք չենք հանդիմանվում եւ այդպես վարվում ենք։ Սա է կարեւոր, որտեվ Գաղատացիս եկեղեցում մենք տեսնում ենք անձինք, որոնք կարծես թե հավատացին Քրիստոսին, բայց արդեն գնում են օրենքի գործեր կատարելու, այսինքն փորձում են իրենց անձով արդարանալ։ Այսինքն Քրիստոսի կատարածը վերջ, մեզ ոչ մի օգուտ չտվեց, որտեղ Քրիստոսի օգնությունը ոչ միայն արդեն վերստին ծնված անձին օգնելն է, այլ նաև վերստին ծնունդ տալն է Քրիստոսով։ Իսկ Սուրբ Հոգին Քրիստոսի կատարածն է օգտագործում, Քրիստոսին է օգտագործում մեր կյանքում, որպեսզի մեզ վերստին ծնունդ տա։ Սա խորհուրդ է, որ մեզ համար հասկանալ, բայց նաև Քրիստոսի կերպարն է բերում մեր կյանք մեզ նրան նմանեցնելու առումով։ Սա Սուրբ Հոգու գործն է։ Դա համար հոգևոր վարքի մասին է խոսքը։ Եվ ոչ թե սնապարտ եւ ոչ թե մեր անձից։ Ուրեմն մեր հատվածի, եթե ընդհանրացնենք մեր հատվածի ընդհանուր պատասխանը, 5-րդ համարը, ուրեմն ամեն մեկը իր բեռը պիտի վերառնի, սա նշանակում է, որ ամեն մեկս ունենք պարտականություն եւ այդ պարտականությունը ամեն մեկս պիտի անենք, դա մեր հոգեվոր կոչումն է, որ պիտի Քրիստոսի մարմնի համար օգտագործվի, ամեն մեկն ունի իր բեռը, բայց մի քիչ վերևում 4-րդ ամեն մեկը թող իր գործը կշռի, ապա միայն իր անձի վրա պարծանք կունենա, ի նկատի ունի, որ այդ բեռը, որ դուք կրում եք, դա ձեր պարտականությունն է, բայց դա մի ինքեր, որ այդ պարտականությունը չի կարողանում կրիչը կրեց, այսինքն այդ պարտականությունը իր համար բեռ դարավ, ծանր եղավ, չկարողացավ ընկավ, մոտեցեք եւ նրա այդ բեռը վերցրեք ձեր վրա, նրա հետ վարվեք այդ սիրով, այսինքն ամեն կերպ նրան օգտակար եղեք, որպեսզի նրան հաստատեք եւ հեզության հոգով մոտեցեք եւ հանկարծ չլինի, որ ձեր հոգեվոր հասունությունը կամ հասակը գրանցվի այդ համեմատականի վրա, որ նա ընկել է, բայց դուք չեք ընկել։ Այս սա ամենակարևորն է մեր հարցի պատասխանն է։ Այլ ամեն մեկը բարձեցեք միայն այն շնորհքով, որ Աստված ձեր կյանքում ներգործում է եւ ձեր անձի մեջ է, ոչ թե այդ համեմատականի վրա։ Տերը ձեզ օրհնի փառքեմար նորից, որպեսզի մենք հասկանանք ամենակարևորը Աստվածաշնչյան կոնցեպտը սիրո մասին սիրնես։ Երբեք չի ենթադրում սեր ներսում եղած։ Այն ցույց է տալիս սեր մեր բնության օղակներում եւ մեր բնությունը այդ սիրուց է արտադրվում։
Սա աստվածաշնչյան սիրո մասնախոսքը։ Դե համար այս սերը արտադրվում է մեր Աստված ճանաչությունից, եւ այդ Աստված ճանաչությունից փոխանցվում է սեր դեպի Աստված, որտեղ ինչքան մենք տեսնում ենք նրա շնորհքը, մեծությունը, այնքան մենք հասկանում ենք, թե ինչպիսի սիրով է մեզ սիրել, ինչ արել մեզ անարժաններիս համար, եւ այդ շնորհքի հասկացողությունը փոխանցվում է մեր դիմացինների հետ վարվելու։ Հիշում եք թագավորը, երբ որ կանչեց իր պարտքը, որպեսզի հիշում եք եկավ եւ ասեց պարտք չեմ կարող վճարեմ եւ ասեց գնա։ Եվ երբ որ սա դուրս եկավ, գնաց իր ընկերոջը բռնեց եւ ասեց իմ պարտքը տուր։ Այսինքն սա չէր հասկացել, չէր ճանաչել թագավորը ինչպես վարվեց իր հետ։ Եվ թագավորը սա ասում է, չէ որ ես քո հետ վարվեցի ողորմությունով եւ շնորհքով, ներեցի քո։ Այսինքն չէր կարող այնպես է որ դու նույնպես պիտի վարվեիր քո պարտականի հետ նույնպես։ Այսինքն սա, եթե մենք իրականում ճանաչել ենք Աստծուն եւ բնությունը փոխանցվել է մեզ, մենք նույնպես այդ վարքը կցուցաբերենք դիմացինի հանդեպ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։ Այսինքն սերը խոսքերով չի։ Սերը, աստվածաշնչյան սերը այն վարք է։ Տերը ձեզ օրհնի։